Ողջույն սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, որ այս պահին մեր այս միակողմանի զրույցը բավական կարևոր տարրեր է իր մեջ պարունակելու եւ որոշեցի չհետաձգել, այսինքն ավելի նպաստավոր միջավայր չստեղծել։ Խոսքն է ամենակարևորը։ Շնորհավորում եմ բոլորիդ նոր տարվա առթիվ։ Չգիտեմ ինչի սովորություն է դարձել, շնորհավորում եմ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Ես կարծում եմ, որ ճիշտ է առանձին շնորհավորել։ Անցյալ տարին ուշագրավ էր ինձ համար նրանով, որ դարձավ իմ գործունեության 60-ամյակը։ Ես դա նկատեցի միայն տարեվերջին։ Իմ անհասկանալի հակառակորդները, որոնց միշտ մի քիչ խելք եմ մաղթել, այդ մարդիկ գտնում են, որ ես շատ մեծամիտ ինքնահավան եմ, ամեն մարդ պարտավոր չէ հասկանալ մեծամտի եւ մեծի տարբերությունը, ինչևէ։ Բայց ես պատկերացնում եք այդ շագերտավոր մեծամիտս, այսինքն իրենց խոսքերով, մոռացել էի, բաց էի թողել, որ իմ գործունեության 60-ամյակն է նրանում, իսկ իմ այդ գործունեության 60-ամյակը միայն ինձ հետ չի կապված։ Բայց անցյալ տարի, տարեվերջին, առաջին անգամ հրապարակավ սկսեցին գնահատել ինձ որպես Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ։ 24 TV-ին, Շանթ հեռուստաընկերությունը, էլի այլ հեռուստաալիքներ եւ համացանցային։ Սակայն այս տարին ավելի կարևոր տարի է։ Եթե այն դեպքում նշվում էր իմ անհատական գործունեության 60-ամյակը, այս տարի նշվելու է Ազգային միացյալ կուսակցություն ինքնորոշում միավորում ԱՄԿ-ային ստեղծման 60-ամյակը։ Եվ եթե հայրիկյանագետները, պատմաբանները բաց թողեցին Պարույր Հայրիկյանի գործունեության 60-ամյակը, որը անմիջականորեն կապված է հայ ժողովրդի պատմության նորագույն մեծագույն ձեռքբերման հետ, պետականության վերականգնման հետ, ի վերջո հայ ժողովրդի մակարդակը միջազգային իրավունքի մակարդակին բարձրացնելու գործի հետ, ապա մյուսը կապված է արդեն կազմակերպության հետ։ Պատմաբանները գիտեն, մանավանդ պատմաբանները գիտեն, այս գործերում ընդգրկված մարդիկ լավ գիտեն, որ Ազգային միացյալ կուսակցությունը կսպառվեր հենց առաջին կալանավորման ժամանակ, եթե չլիներ իմ եւ իմ ընկերների, իմ զինակիցների շարունակական գործունեություն եւ մանավանդ ղեկավարների կալանավորումից հետո 19-ամյա երիտասարդը, եթե չստանձներ կազմակերպության ղեկավարումը։ Ինչևէ, ինչու եմ համարում, որ այսօր կարող է հետաքրքրական զրույց ստացվել, որովհետև այսօր առավոտյան ես եւս մի հայտնություն ստացա, մի մեծ բացահայտում։ Գիտեք, լեզուն շատ կարևոր բան է, դա միայն հաղորդակցության միջոց չէ, դա շտեմարան է, եւ այս բանը հասկացողները կարող են բացահայտումներ կատարել։ Ես իմ պատրաստած, իմ արտադրած հարություն վավերագրական շարժանկարում խոսել եմ հարություն բառի տաքման մասին։ Ցավոք սրտի ես նաև Աճարյանի մոտ փնտրեցի, երևի այն տարիներին, երբ ինքը գրում էր իր արմատական բառանը, տագնապ կար ֆաշիզմի համակիր համարվելու վերաբերյալ եւ ինքը խուսափել է մինչև վերջ բացել արմատը։ Նույնիսկ արմատը Աճարյանի բառարանում չկա, կա որ նույնանում է, չէ՞։ Հարություն, հառնել, մի դեպքում ժ, մի դեպքում ռ, բայց իմ խոսքը ուրիշ բանի է վերաբերում, սա ասեմ, հետո անցնեմ օրվա խնդիրներին։ Ուրեմն առօրեական հարցերը բնականաբար, երբ դու ազգային քաղաքական գործիչ ես, ընդհանրապես ազգային եւ քաղաքական դրանք նույն բանն են նշանակում իրականում։ Այսօր միջազգային անկամամբ, չնայած մեզ մոտ հայերիս մոտ պահպանված է ազգային, ասինքն ազգայինը շեշտադրող, մինչդեռ կայացած ազգերի մոտ ազգայինը եւ պետականը հոմանիշներ են։ Հայերենում էր երբեմն օգտագործում է, չէ՞, ազգային հավաքական կամ
ազգային թատրոն, ազգային օպերա, ազգային ակադեմիա, որ նույնն է ինչ-որ պետական, եթե կայացած ազգ ես, ապա քո ազգային և պետականը նույնանում են, ինչև է, դամ առաջ, ավելի ճիշտ գնանք առաջ, այսօրվա բացահայտումը շատ կարևոր է, բոլոր ազգերի մոտ հարության գաղափարը անմիջականորեն կապվում է ինչ-որ գաղափարի հետ, ի վերջո վերածննդի հետ, վերածնվելու հետ, իսկ հայերի մոտ հիմքում արմատն է և հարություն բառի հիմքում ընկած է այն, որ ինչ-որ մեկը մեղակ է Տեր Աստված, շատերի համար անհայտ մեկը, հիմնական բնութագրիչն է դա, վերածնվեց, բայց վերածնվեց ոչ թե վերածնվել բառերով, այլ դարձավ ար, նմանվեց արին, այսինքն հին հայերի պատկերացման մեջ եղել է, որ վերածնվել կարող է միայն արը, որ ասում են արիական ազգեր, դե հնդեվրոպական ազգերին համարում են արիացիներ, չէ, բայց տեսեք հայերիս մոտ ինչ խորը գաղտնիք է հագնված հարություն բառի մեջ, հարնել բառի մեջ, ի ար եղավ, երբ գրում ես դասական հայերեն ուղղագրությամբ, միասնական ուղղագրությամբ, այս հայերս մեզ հայ են կոչում, բայց իրենց ազգային համարողները պարզապես դեբիլ են, մենք ունեցել ենք, եթե դուք միասնության եք ձգտում, և ունեցել եք միասնության ոչ թե խորհրդանիշ, այլ գործիք, ու ձեզ թշնամին ստիպել է դրանից հրաժարվել, բոլշևիկները ստիպել են հայերին հրաժարվել միասնական դասական ուղղագրությունից, օգտագործելով տարբեր տեսակի իդիոտների, գրականագետը լեզվագետ էր դարձել Աբենջանը, այ մարդ լավ գրականագետ ես, քեզ սիրում, հարգում ենք, գնահատում ենք, բայց դու ինչ գործ ունես, դու լեզվից ինչ ես հասկանում, որ լեզվի մեջ, լեզվագիտության մեջ նորարարություն կատարես և տեսեք, ինչ մեծություններ ենք ունեցել, բոլշևիկյան բռնապետության տարիներին Աճարյանը չենթարկվեց այս կանոններին, իր բոլոր գործերը գրեց դասական ուղղագրությամբ, Վիկտոր Համբարձումյանը գրում էր նույն ուղղագրությամբ, որով ես եմ հիմա գրում, Մալխասյանցը 40-ական թվականներից հետո գրեց բացատրական բառարան նույնպես դասական ուղղագրությամբ, ինչև է, այս դասական ուղղագրության անցներ ինձ օգնեց հասկանալու, որ ե-ով սկսվող, հիզարով, այսինքն սկսվող բառերը, այս յետառը փոխարինել է իին, ձայնավորից առաջ դարձել է ե, օրինակ ասում ենք իզեն, չէ, բայց երբ ասում ենք առաջ, ի առաջ, հառաջ, գրվում է ե-ով, յառաջ է գրվում, այսօրվա հնչողությամբ եմ ասում, ուրեմն երբ այսպես գրում ես Քրիստոս հարյավ ի մեռելոց, դա նշանակում է Քրիստոսը ի ար եղավ, ար դարձավ, ուրեմն տեսեք մենք քրիստոնեություն ընդունելուց շատ առաջ և դա էլ բացատրությունն է, ասենք Քրիստոսը դարձավ ար, բացատրությունն է այն բանի, թե մենք հայերս ինչու առաջին ընդունեցին քրիստոնեությունը, ուրեմն այս հայտնությունը ինձ պարտավորեցրեց խորանալ այսօրվա որոշ երևույթների մեջ և ես ևս մեկ անգամ ամրագրեցի, թե որքան կարևոր է եղել ինքնորոշման սկզբունքը, ինքնորոշման սկզբունքը աստվածատուր սկզբունք է, ուրեմն այն նյութը ամփոփեցինք, հայերս եղել ենք մի Աստված և այդ մի Աստվածը, Հայր Աստվածը, միակ Աստվածը, գերագույն Աստվածը եղել է արը, կա լեզվագիտության մեջ կա տեսություն, որ արը և հայը դրանք նույն սկիզբն են կրում, հիմա ես այդ հեղինակին չեմ հիշում, բայց 60-ական թվականներին եմ կարդացել, ինչև է, ուրեմն դա շատ կարևոր բան է և համոզված եմ, որ մեր աստվածաբանները այդ ուղղությամբ խորանան, այսինքն լեզվական հնագիտությունը ինձ օգնեց հասկանալու և հիմա ես դա ձեզ եմ փոխանցում, որ մեր կողմից քրիստոնեության ընդունումը կապված է այն բանի հետ, որ հայ մարդիկ ժամանակին հայտարարեցին Քրիստոս ի ար գնաց, ար դարձավ մեռելներից, սա է խորհուրդը, այժմ գալով ինքնորոշմանը,
Երբ ես ազգային միացյալ կուսակցություն ընդհատակից հանելով 87 թվականին, իսկ այդ բանը անելու իրավունք ունեի միայն ես, գիտեք, տարօրինակ չթվա, որովհետև լինելով ազգային միացյալ կուսակցության փաստացի ղեկավարը 68 թվականից, 73 թվականին դարձել է ընտրված ղեկավարը եւ նույնիսկ այն դեպքում, երբ գլխավոր կառույցի խորհրդի ղեկավար մարմնի անդամները դժվարություններին չդիմացան ընդգրկեցին, ձեզից ոչ մեկը նրանց մեղադրելու իրավունք չունի, ես կարող եմ ուղղակի փաստը նշել։ Դուք իրավունք չունեք, որտեղ նրա ճանապարհը չեք անցել, նրանց ճանապարհը չեք անցել։ Մանավանդ որ աշխարհի ամենահզոր պետության պատժիչ կառույցի հետ էր հակամարտությունը եւ այդ պատժիչ կառույցն էր KGB-ներ զբաղվում մարդկանց կոտրելու աշխատանքներով, ինչևէ, նույնիսկ այդ փուլում ես շարունակեցի գործունեությունը եւ ծրագիրը, հիմնական ծրագիրը անկախություն հանրաքվեի ճանապարհով առաջնահերթ խնդիրը իմն է եղել, երկերը, որոնցով առաջնորդվել ենք, իմն է եղել, ծրագրային փաստաթղթեր ես եմ պատրաստել, իդեպ այս տարի լրանում է 50-ամյակը այն փաստաթղթի պատրաստման, որը ամփոփիչ հոդվածաշարն էր ազգային միացյալ կուսակցության։ Ինչևէ, ես իրավունք ունեի եւ այդ իրավունքը օգտագործելով 4 ընկերներից հետ, որոնց թվում ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, ազգային միացյալ կուսակցություն ընդհատակից դուրս բերելիս կոչեցինք ինքնորոշում միավորում։ Ես այն փուլում դեռ չէի հասկանում, թե ինքնորոշման սկզբունքը որքան կարևոր է բոլոր մակարդակների վրա, անհատականից, խմբակայինից մինչև ազգայինի։ Մեզ համար այն ժամանակ կարևոր ազգային ինքնորոշումն էր։ Բայց այսօրվա բացահայտումներիցս մեկը նաև ցանկացած չարիք սկսվում է ինքնորոշման մերժումով։ Բանաձև է սա։ Եթե կա ինքնորոշման իրավունք, ուրեմն կա արդարություն, արդարամտություն, բարություն, երբ մերժում ես որևէ մեկի ինքնորոշման իրավունքը, նշանակում է պարտադրում ես ուրիշի կամքը, կամ բնականon ես համարում ինքնորոշման փոխարեն ուրիշի որոշման իրավունքը, հետևաբար դա չարիք է։ Եվ սա միայն տեսական քննարկում չէ, մեր գլխավոր B.O.Z կետը, որ այսօր Հայաստանի վարչապետ է, դա իր բառն է, ես ամաչում եմ նույնիսկ արտասանել, բայց ինքը իր գրքում գրում է, ես նախապատվություն եմ տալիս Բոզությանը, դա երեք իր ամանորյա ուղերձում դիմելով հայ մարդկանց ասում է, գիտեք, մենք բոզությամբ, այդ իրական Հայաստան կոչածը նշանակում է բոզություն։ Ինքնորոշումը մերժելով, մեր հայրենակիցների մի ստվար հատվածի ինքնորոշման իրավունքը մերժելով, ապահովեցինք իբրև թե այս Հայաստանի խաղաղությունը։ Ուրեմն այս ինքնակոչ բոզը, ինքն իրեն բոզ է կոչում իր գրքում։ Ես զզվում եմ իր գիրքը կարդալուց, չեմ կարդացել, բայց հավատում եմ Վարդան Հակոբյանին, որը հրապարակավ ասաց, տողերն էլ մեջ բերեց։ Ես ուզում եմ եւ այլն։ Կներեք, ազնիվ մարդիկ, կներեք, բարոյական օրենքներից զուրկ, դա է նշանակում այդ բառը ապահոված։ Բայց պատկերացրեք, այսօր հազարավոր մարդիկ այդ գլխավոր բոզի թիկունքին կանգնած են։ Դուք պատկերացնում եք, իրենց մարդ համարող այդ արարածները բոզի բոզ են։ Հիմա մի հատ անցում պիտի կատարեմ։ Իմ հզորության ի վերջո ես կարողացել եմ դիմակայել KGB-ին, ի տարբերություն շատերի, բայց կան բազմաթիվ ընկերներ եմ ունեցել կարգին մարդիկ եւ ծանոթներ։ Իմ բախտը բերել է նրանով, որ ես երեխա ժամանակ լսել եմ 7 հայրենասերների մասին 14-15 տարեկան հասակում։ Հիացել, որ այդպիսի մարդիկ կան Հայաստանում, դրանք 64 թվականին դատված հայրենասերներն են, այդպես էլ կոչվում էր 7 հայրենասերներ։ Եվ հետո ինձ բախտ է վիճակվել ծանոթ լինել բոլորի հետ, բոլորի, ավելին, նրանք տարիքով ինձ բավական մեծ են, բայց նրանցից 3-ը Մեծն Վիգեն Բաբայանը, Կարապետ Քիրամիջյանը եւ Գրիգոր Եղեյանը դարձել են ԱԻՄ-ի անդամ, ԱԻՄ-ի ամերիկյան մասնաճյուղի անդամ, Հայաստանի ինքնորոշման զորակցության կառույցի անդամ, դա շատ հզոր կազմակերպություն էր, այնքան հզոր կազմակերպություն, որ
դե իմ Ամերիկա հասնելուց հետո ստեղծեց, որ կարողանում էին Կալիֆոռնիայից մարդկային խմբեր բերել Վաշինգտոն եւ շաբաթներով շրջապատել սովետական դեսպանությունը, խեղճացնելով նրանց։ Այն աշճանի, որ առաջին քարտուղարն ասում էր. «Պարոն Հայրիկյան, դուք ավելի վատ բան եք անում, քան սիոնիստները, հրյաները կամ ուկրաինացիները, նրանք գալիս են հազարներով շրջապատում են մի քանի ժամ, մի քանի տարին մեկ ու գնում։ Դուք եկել եք շաբաթներով չեք թողնում մենք աշխատենք»։ Ուրեմն այդ 3 անձինք դարձել են այմական եւ գիտեք ինձ ընտրել ղեկավար, ինչ մեծություն է դա։ Ճանաչել եմ Խաչիկ Սաֆարյանին, որին համարում էին KGB-ի հետ համագործակցող մարդ, ներողություն, Խաչիկ Ամիրջանյանին։ Ճանաչել եմ սիրելի Խաչիկ Սաֆարյանին, որ պարլամենտական էր ինձ հետ։ Ճանաչել եմ Մերուժան Հովանեսյանին, բանաստեղծ, եւ ճանաչել եմ նաեւ Էդվարդ Կակոսյանին։ Այսինքն 7-ին էլ ճանաչել եմ։ Ոմանց հետ հպանցիկ ծանոթություն, մյուսների հետ եղբայրություն եւ Վիգեն Բաբայանը, պատկերացնում եք, մի պահ պատկերացրեք ձեզ, 5 տարի նստել եք բանտում, ռուսական բանտերում, Հայաստանի ազատության համար, հայերի իրավունքների համար, վերադառնում ես Հայաստան եւ իմ տեղեկանում, որ հայրիկդ կալանավորված է։ Դու վերադարձել ես սարսափելի վայրերից եւ գիտես, որ հայրիկդ կալանավորված է եւ դատարանում ես առաջին անգամ տեսա Վիգեն Բաբայանին։ Նրա հայրիկի հանուն հայրենիքի այդպեսի կառույց կար, այդ գործի դատավարությունն էր եւ 7-ից 4-ը դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման։ Ես ներս էի մտել դատարանի միջանցք եւ փակ դատ էր եւ դա տեղեկանալով դուրս եկա, առաջինը ես ասացի փաստորեն հարազատներին, բարեկամներին, Վիգենին դահլիճից հեռացրել էին, որտեղ որպես բարեկամ կարող էր լինել դահլիճում, բայց դատավորը հեռացրել, ես ասացի, որ 4 հոգու Ասատուր Բաբայան, Հովիկ Վասիլյան, Սարգիս Թորոսյան եւ Գևորգ Հեքիմյան։ 4 հոգու դատավորը դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ Մինչ այդ այս այլախոհական ժամանակներում, նկատի ունեմ 60-ական թվականներից սկսած, ոչ ոք 5 տարուց ավելի չէր դատապարտվել ազատազրկման։ Դրանից մի քանի շաբաթ առաջ, 3 ամիս առաջ Հայկազ Խաչատրյանը ստացել էր 5 տարի ԱՄԿ հիմնադիրը։ Ինչևէ, եւ երբ Վիգենը դա լսեց, այսինքն բոլորը անակնկալ, բոլորի համար դա անակնկալ էր, ինչպես թե 6 տարի։ Չէ որ ԱՄԿ-ն, որ ավելի հակասովետական ընդգծված կազմակերպություն էր, նրա ղեկավարը 5 է ստանում, իսկ այստեղ 4 հոգի, 6 տարի։ Հետագայում Հովիկ Վասիլյանի մայրն ասաց, որ KGB-ն հատուկ հանձնարարություն էր տվել, չգիտեմ ինքը որտեղից էր դա իմացել, իմանալով, որ երկունք թերթ է տարածված, այդ երկունք թերթը ես էի տպագրում 19 տարեկան էի, թերթի անունը երկունք էր, կարգախոսը մահ կամ ազատ Հայաստան, դա էլ վերցրել էինք Սուրեն Այվազյան, ներողություն, եթե սխալվում եմ, ինքը խնձորեսկում է հուղարկավորված, նրա ճակատագիրն հայոց վեպից էի այդ կարգախոսը վերցրել։ Ինչևէ, ասում են եւ KGB-ն դա տեսնելով, որ չէին կարողանում բացահայտել խմբին, չգիտեին ով է, որպեսզի վախեցնեն հետո ընդհատակում պայքարողներին, որոշել էին շատ տարիների դատապարտել։ Ուրեմն սա լսեց նաեւ Վիգենը, ինչու այս անցումը կատարեցի այդ տխրահարճակ բառի հետ։ Այսօր հայերից գաղափարախոսությունը դարձրած, ասում է սա իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, ոչ, դա ստում է։ Ինքը դեռ ժամանակ են գրել է, որ ես բոզությունը պիտի դարձնեմ դրոշ, նվիրվեմ բոզությանը։ Բոզության գաղափարախոսությունը պարտադրում է մի ամբողջ ազնվական ժողովրդի, ազնիվ մարդկանց։ Նա ով այս բոլորը լսելուց հետո կմնա բոզական, թող չզղջավ բոզի ճակատագիրը իրեն սպասում, նաև շատ եմ ցավում իր երեխաներին։ Մենք այսօր չենք պայքարում միայն մեր ազատությունների համար, մեր արժանապատվության համար։ Մենք ստիպված ենք այսօր ոչ ասել բոզությունը դրոշ դարձրած բոզին, իր բառերն են, այստեղ վատ ոչինչ չկա, բարոյական իրավունքների զուրկ, եւ ինքը իր գրքում գրել է,
դրա մասին, որ ինքը նախընտրում է բոզ լինել։ Եվ որպես իրեն լավ զգա, բոլորիդ ուզում է դարձնել բոզ։ Կներեք, չի ուզեն այդ բառը արտասանել, բայց եւ ինչ կատարվեց։ Երբ հայտնի դարձավ ոչ միայն իմ խոսքերից, այլ դահլիճից դուրս եկած մարդիկ ասացին, որ 6 տարվա է դատապարտվել, 5 տարվա կալանքից վերադարձած Վիգեն հայրը 6 տարվա է դատապարտված։ Վիգեն Բաբայանը հանկարծ պայթեց։ Գիտեք, մի կողմից դա սինգան անբնական էր, բայց դա հիստերիա չէր, դա տարիների ընթացքում խտացված ցավը արտահայտելու բաներ։ Ինքը նայեց դատավորի կողմը եւ ասաց. «Տղամարդ եք, բայց բոզ եք, կկախեմ ես բոլորիդ», գեներալից սկսած մինչև վերջին, ու տեսավ այնտեղ մի պրապորշիկ կար, այդ պրապորշիկն, մինչև վերջին պրապորշիկը, եւ այնպես հնչեց, կարծես տասնամյակներ ինձ ուղեկցում էր Վիգենի այդ դառնագին, սրտի խորքից եկող եւ լաց, եւ բողոք, եւ ցավի ճիչ, տղամարդ եք, բայց բոզ եք։ Դա ինձ մոտ, հիմա հասկանում եք, ես ինչու եմ այսպես ծանր տանում, այս իրական Հայաստան, բոզական Հայաստան կարգախոս, այս տականքը կարծում է, թե իր ճիքերով է Հայաստանում հարաբերական խաղաղություն հաստատվել, այս սրիկա, եթե դու կալանավոր ունես, քաղ կալանավոր չեն, գերի են, հայ լինելու համար, դու ինչպես կարող ես խոսել խաղաղության մասին։ Հանդարտվիր, պարույր, գործ ունես տականքի հետ, տականքի, որը ուզում է փչացնել քո ժողովրդի ոգին ու վերացնել, դարձնել անբարոյական, բարոյական օրենքներից զուրկ եւ դա կոչել իրական Հայաստան։ Մենք հարաբերական խաղաղություն ունենք շնորհիվ արևմուտքի, ոչ քո ճակերտավոր դաշնակցի, ընդհակառակը։ Հիմա ձեզ բացատրեմ, բթամիտներին եմ բացատրում, խելացի մարդկանց տեղեկացնում եմ, փոխանցում եմ իմ կարծիքը։ Իսկ բթամիտներին չնայած դժվար թե նրանք հասկանան։ Բացատրեմ, թե ինչու էր մեր դաշնակից կոչված բռնապետություն Ռուսաստանին պետք Արցախի կորուստը։ Սրանց պետք էին նոր ժամանակներ, որտեղ ուժն է որոշում, ոչ թե ինքնորոշման սկզբունքը, այ տեսեք, ես ասացի, չէ՞, արդարությունը, բարոյականությունը, մարդկայնությունը, քաղաքակրթությունն ավարտվում է այն պահից, երբ անտեսվում է ինքնորոշումը։ Արցախի կիսատ պռատ կարգավիճակով Արցախի գոյությունը կապված էր այն բանի հետ, որ աշխարհը նաև Ռուսաստանը ընդունում էին ինքնորոշման իրավունքը։ Մինսկի խմբում համանախագահ էր Պուտինյան Ռուսաստանը եւ նա ընդունում էր, որ կարևորագույն սկզբունքը ինքնորոշման սկզբունքն է։ Բայց դա խանգարում էր ցանկացած բռնապետի համար գլխավոր սկզբունքը բռնապետավորոշումն է, ոչ թե ինքնորոշումը, մարդու կամ հանրության, հասարակության կամ ազգի։ Ինքը ծրագրում էր հետ վերցնել Ուկրաինան, ինչպես Ուկրաինան ունի ինքնորոշման իրավունք, պետք է ոտնահարել։ Նախադեպ ստեղծենք ու այնպես անենք, որ դա աշխարհի կողմից բնականon ընկալվի, ինչպես իմ բոզերի միջոցով։ Ես ունեմ բոզ, այդ բոզին բերում ենք իշխանության մյուս բոզերի միջոցով։ Եվ հետո այդ բոզերը այնպես են անում, որ ասենք ինքնորոշումը հեչ։ Արցախի ինքնորոշման ոչնչացումը այնպես արվեց, որ բնականon համարվի։ Դե լավ, տեսակ մարդիկ, աշխարհ տեսակ, դուք ընդունեցիք Արցախի հնագույն ազգերից մեկի մի կարևոր հատվածի ինքնորոշման ոչնչացումը։ Հիմա ես գնում եմ Ուկրաինայի ինքնորոշման ոչնչացմանը, դրա համար էր պետք։ Եվ այս բթամիտները են, բոլոր բթամիտները, իդիոտների մի բանակ ունենք Հայաստանում, քաղաքականությամբ զբաղվող բոզերի մի բանակ, որն ասում է Ռուսաստանը մեր դաշնակիցն է, դաշնակցի հետ մեր հարաբերությունները փչացրեց, այդ ճիճուներ, այդ ճիվաղներ, անգրագետներ, դուք ուր դաշնակիցն ուր։ Դաշնակից լինելու համար պիտի արժեք ներկայացնես, չեմ ասում միայն ուժ, որակ պիտի ներկայացնես։ Դուք ինչ, դուք Նիկոլից ոչ պակաս այդ նույն բանն եք, բկետ, օկետ, զկետն եք, կներեք այդ բառը չեմ օգտագործել, ուղղակի
ինքն ասել է իրեն վերադարձում եմ իր բառը։ Ամեն ուզում եմ որ հիշեք Վիգենի արտասանությամբ, երբ Վիգեն Բաբայանը ասում էր տղամարդ եք, բայց այն ուրիշ բառ էր, դա ամբողջ աշխարհը էր ներառում, այսինքն տղամարդ եք, բայց մարդ էլ չեք, ոչնչություն եք։ Այսպեսով դա պետք էր իրեն։ Եվ մենք նրա օգնությամբ խաղաղություն ունենալ չէինք կարող, միայն պարտություն։ Այն պահից, երբ հայերս հույս եք դրել ի վերջո բռնապետական ժողովուրդների բանդ Ռուսաստանի հետ, պատկերացնում եք, Բերլինում ստացել ենք 6 վիլայեթներում ինքնավարության իրավունք եւ դա նախնական փուլում վստահվել է Ռուսաստանին։ Հետո աշխարհը հասկացավ, որ Ռուսաստանին վստահել չի կարելի, բայց արևմուտքը հետևողական չեղավ, իրենք իրենց խնդիրներ ունեին։ Բայց մեր գործիչները այդպես էլ մնացին նախ ցարական պրոյեկտ, հետո բոլշևիկյան պրոյեկտ։ Նաև նրանք ում դրոշին գրած էր մահկամ ազատություն։ Երկիրը առանց կրակոցի տվեցին բոլշևիկներին, ինչ եթե բյուրոյում պիտի աթոռներ ունենան, ինչևէ։ Վերադառնամ այսօրվան, եթե մենք խաղաղություն ունենք, հարաբերական, շնորհիվ այն բանի, որ արևմուտքը ինչ որ չափով դեռ ուժեղ է եւ իր ներկայությունը այս տարածաշրջանում գոնե բարոյաքաղաքական լծակներով պահում է, ու դա ամրագրեց դիտորդներ ուղարկելով։ Դա է մեր խաղաղության միակ գրավականը։ Գնա քաղաքակիրթ աշխարհը մենք վերացած ենք։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր ձգտում են քաղաքակիրթ աշխարհի հետ մեր հարաբերությունները սերտացնել, դրանք իսկապես ճիշտ ճանապարհի վրա են, բայց ոչ այս թշվառական մարդկության թշնամին, որը համարձակվեց խոսել ինքնորոշման դեմ։ Ուրեմն սա ես պարտավոր էի ձեզ ասել, բայց զուգահեռաբար պիտի ասեմ, որ այս հուսահատական վիճակից, իսկապես հուսահատական վիճակից դուրս գալու ճանապարհը ամենավերջին ճանապարհն են ընտրությունները։ Նրանք, ովքեր խոսում են ընտրության մասին, պարզապես իդիոտներ են։ Չի կարող ընտրություն լինել մի քաղաքական ուժ չեմ կարող կոչել, բայց այդպես է համարվում։ Ճակերտավոր քաղաքական, որտեղ չի կարող քաղաքական ուժը լինել B կետ, O կետ, Z կետ։ Չի կարող լինել։ Դա նշանակում է մահ։ Մահը մարդ է իր բարոյական արժեքներով։ Բարոյական արժեքներ չունես, մարդ չես։ Ինչևէ, սրանք այնպիսի չարագործություններ են կատարել, որ ընտրություններում կեղծելը մանրուք է։ Մանրուք։ Ինքնորոշման սկզբունք են ուրացել։ Հայ ժողովրդին տերորի են ենթարկում եւ հասկանալով, որ հայ ժողովրդի քաղաքական ազգային կյանքում էական դերակատարություն ունեցած մարդը ես եմ եւ վախենալով ինձ նաեւ ասում են Հայրիկյանի նկատմամբ ուրիշ միջոցներ կիրառենք, արի ինչ որ բանաձևեր հնարենք 500 անգամ բարձրացնենք գույքարկը 500 անգամ եւ ես եմ այն տարածքի վրա, որը ես ժամանակին մի քանի տարի առաջ ասել եմ տալիս եմ պետությանը որպես ժողովրդավարության եւ անկախության թանգարան։ Ավելի այդ հարցում մասին խոսելու ավելի իրավունք ոչ ոք չունի, ամենից շատ իրավունք ես ունեմ եւ ես խոսել եմ դրա մասին, դրանից հետո իրենք դասում են այս առաջարկում են որ դարձնենք ժողովրդավարության եւ անկախության թանգարան, չի լինելու այդպեսի բան։ Մեզ պետք է B կետ, O կետ, Z կետ, իրական Հայաստան, ճակերտավոր։ Ոչնչացնել Հայրիկյանին, այնպես անել, որ ինքը իր ձեռքով ստիպված լինի վաճառել։ Նաեւ տերոր։ Ուրեմն այնուամենայնիվ ես իրավիճակում չես կարող չհանգստել, պիտի մի բան փոխվի։ Բոլոր նրանք, ովքեր ես խիստ արտահայտվեցի, որ իրենք էլ խիստ խորը մտածեն, չէի կարող սա ժողովրդին ամբողջ ազգին արկային տերոր հայտարարած մարդը ամբողջ ազգին բարոյապես ոչնչացնելու ձգտում ունեցող մարդը հայրենիքի դավաճանության մեջ խրված բազմաթիվ հանցագործությունների մեջ մեկը որ անառարկել է ես տվել եմ ես հստակ տվել եմ
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետ, որտեղ ասված է պարտավորես քննարկել։ Սահմանադրական հանձնաժողով է ստեղծել եւ չի քննարկում տրվող միակ առաջարկը։ Ուրիշ առաջարկ չկա։ 15 տարի է միայն մի առաջարկ կա։ Հայրիկյանի, շնորհակալ եմ բոլոր այն ուժերին, որ միացան, մի օր որ նշեմ այդ ուժերի անունները, կզարմանաք, իրենք պարզապես իրար ատում են, դրա համար ես իրենց անունները չեմ նշում, որովհետև ոմանք ասում են, մեր անունը այսինչ քաղաքական ուժի կողքին չլինի, բայց 16 քաղաքական ուժ եւ չեն քննարկում, 8 անգամ տրված է իրենք ձախողվում են, հիմա գնում են նոր հանցագործության, հանձնաժողովի ձևն են փոխում, առանց համապատասխան իրավական ակտերի, լուծարում են մասնագիտական հանձնաժողովը, որովհետև ես մեղադրել էի, որ դուք ապօրինի վարձատրություն եք տվել, դա ծանր հանցագործություն է, սակայն սրանց համար ինչ, ժողովուրդը քաղցից տառապում է, 20%-ից ավելին պաշտոնապես ծայրահեղ աղքատ է համարված եւ այդ պայմաններում 3 միլիոն գումար են բաժանում, մեր հարկերից 3 միլիոն գումար են բաժանում պատգամավորներին, ինչևէ, վերադառնամ խնդրին, իրավիճակը փոխել պետք է, այո, միասնական ճակատով միայն դա կարելի անել եւ վերջին միջոցը մնում է ընտրությունը, բայց ընտրությունը որպեսզի ընտրություն լինի այսօր պետք է գործել եւ ես դրա համար ասում եմ այս քրեական հանցագործություն կատարած անձին պետք է այսօր միասնական ուժերով կանգնեցնել պատասխանատվության առաջ այնպես պիտի լինի որ բոլոր իրավապահները որ իրեն աջակցում են զգան որ իրենք էլ հայտնվեցին այդ հանցախմբի կազմում դրա համար համախմբում եք իմ շուրջը քանի դեռ նորից չեն փորձել վերացնել մինչև այսօր նույնիսկ ֆիլմ են հանում մահափորձի մասին ու չեն ասում Հայրիկյանի վարկանիշը բարձրացել էր որովհետև մարդիկ սկսել էին հիշել թե Հայրիկյանը ով է եւ Հայրիկյանի ընթացքը կանգնեցնելու համար եղավ մահափորձ վարձուր շնիկների մի բանակ ասում է Հայրիկյանի վարկանիշը ցածր էր այդ ճիճ ուներ Հայրիկյանի վարկանիշը ոչ ոք չի ունեցել պարզապես ժամանակի ընթացքում փորձում են այդ վարկանիշը նվազեցնել անկախության հանրաքվեի ժամանակ ում էին այդ ձայները տալիս ում գաղափարին հիմա 13 թվականին մարդիկ դա հիշում էին հիշեցվում էր նրանց հատկապես նորօրյա պատմության մոռացվող էջերը վավերագրականի միջոցով փառահեղ գործ է երախտապարտ են բոլոր նրանց ովքեր այդ ֆիլմի վրա աշխատել են եւ ով որ այդ ֆիլմը նայում էր 10-ից 8 ասում էին վերջ Հայրիկյանին ենք ընտրելու վարկանիշը բարձրանում էր 3 հոգյանոց 3-ը բացահայտվեցին այդ մահափորձը կատարվեց Աստված ինձ պահեց բացարձակ ժողովրդավարության համար հիմա էլ այդ բացարձակ ժողովրդավարության նախագիծը տալիս եմ սրանք չեն քննարկում որովհետև քննարկել նշանակում է ընդունել որ ինքնորոշումը առարկայորեն մտնում է մեր կյանք ամենօրյա երևույթ է դառնում ուրեմն ընտրությունների նախապատրաստվել դաս կրկնում եմ ընտրությունները վերջին քայլն են եւ այդ վերջին քայլում այո կարելի է 96 թվականի օրինակով ինչ-որ մի բան անել այս տարի լրանում է 30-ամյակը 96 թվականի համազգային ընդվզումը ես էի կազմակերպել իմ տեխնացությունը զոհաբերելու գնով ցավոք սրտի անպարկեշտ մարդիկ իրենց անպարկեշտել պահեցին եւ ձախողվեց բայց լրիվ չձախողվեց 2 տարի հետո Լևոն Տեր-Պետրոսյանը որպես ինչ որ չափով պատիվ արժանապատվություն գնահատող մարդ ասաց ես ապօրինի ասին ոչ լեգիտիմ նախագահ չեմ ուզում լինել աշխարհը իրեն չէր ճանաչում բայց դա 96 թվականի համազգային ընդվզման արդյունքն էր ու միավորողը ես էի հիմա էլ կամ բայց դա վերջին քայլն է մինչ այդ մենք մինչև ընտրությունները պետք է ընտրական մթնոլորտ ստեղծենք մինչև ընտրությունները պետք է խուժան սահմանադրությունը փոխվի ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվի արդեն նոր սահմանադրությանը եւ այստեղ բոլոր քաղաքական ուժերը մի բան ունեք անելու ժամանակավորապես բոլորդ պիտի դառնաք այմական ժամանակավորապես որտեւ այմը ինքն էլ ժամանակավորման այմը ընդամենը միջոց է եւ այմը ինչով է եղել հաջողակ մեր ժողովրդի համար իր գործունեության ընթացքում առաջնորդվել է մեր հայրերի որդեգրած քրիստոնեական սկզբունքներով
Սա է ճանապարհը։ Եվ խնդրում եմ, նախ ձեզ մի խաբեք, որ նախապատրաստվում ենք առաջիկա ընտրություններին։ Դո ինչ ընտրություն։ Այս խուժանի օրոք մարդ, որ ինքն իրեն հայտարարում է բարոյական օրենքներից զուրկ, այսինքն անասուն, ոչ թե մարդ։ Դուք դրա իշխանության պայմաններում ուզում եք ընտրություն անցկացնել։ Միայն մի դեպքում է դա հնարավոր եւ որպես վերջին միջոց։ Բայց մինչև այդ այսօր ենքան գործ կանելու։ Մենք մինչև մարտ ամիս կարող ենք ստիպել քննարկել իմ նախագիծը, մեր նախագիծը, ազգին ազգ դարձնող, մարդկանց երկրի տերը դարձնող նախագիծը, որ քննարկեն ստիպված են ընդունել, որտեղ որ չընդունի պիտի ճակատին գրի B կետ, O կետ եւ այլն։ Այդտեղ մարդկանց իրավավասարություն ապահովող համակարգն է։ Եվ 2 տարով առանձին ընտրում ենք վարչապետ, 2 տարով ընտրում ենք ազգային ժողով, ընտրության գնացած ամեն մարդ էլ տեսնում է, թե իր ձայնը ոնց է օգտագործվում պարլամենտում, տեսնում է առարկայորեն, որովհետև պատգամավորները քվեարկելու են իրենց ստացած ձայների քանակով։ Սա մինչև վերջ մտածված բան է։ Եվ ամենակարևորը, հայեր, չեք ուզում, դուք ուրախանում եք, որ շախմատի չեմպիոն ենք ունենում, ըմբշամարտի, ծանրաձողի, ինչ որ հարցում լավ գիտնական։ Լավ դուք չեք ուզում քաղաքակրթության կարևորագույն հարցում ունենալ ամենաառաջադեմ երկիրը։ Դու չեք ուզում, սա որ ձեզից ոչ ճիք է պահանջում, ոչ գումար, ոչ անձնազոհություն, ընդամենը բանականություն եւ վերևից առաջնորդ կարգված մարդու անկախության պայքարի առաջնորդ մարդու նախաձեռնությանը ընդամենը հավանություն տալ, աջակցել։ Սա ինձ համար չի, ոչ էլ իմ երեխաների, նաև իրենց համար է, որովհետև հայրենիքը նաև նրանցն է, բայց սա բոլորիս համար է։ Սա համարեք իմ ամանորյա ուղերձը, փոխանցեք իրար, եւ այն հայը, որ այսօրվա իմ խոսքը լսեց ու չփոխանցեց, գոնե 10 հոգու, թող մտածի ինքը իսկապես հայ է թե ոչ։ Աստված մեծ պահապան, ինչ որ Աստված ինձ տվել է ձեզ համար, երբեք չեմ մեծամտանա։ Ես գիտեմ, որ այնինչ ունեմ եւ այնինչ այսօր առավոտյան ստացա, դա Աստծո շնորհն է եւ ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար։ Կրկնում եմ, թող Աստված մեզ առողջ բանականություն տա, արժանի լինենք իրեն, դիմենք Աստծուն եւ արժանանանք նրա աջակցությանը։